Հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք, հիշեցնեմ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը համալրելու հարցը եւ ես պարոն Կարապետյան ներողություն եմ խնդրում ձեզնից, որ ձեր տեխնատության վերաբերյալ քննարկումը հերթական անգամ վերածվել է իշխանության եւ ընդդիմության բանավեճի բոլորովին ոչ ձեր հետ կապված եւ ինքս էլ նույնը պետք է անեմ, ներողամտությունն եմ հայցում։ Սկսեմ բարեվարկությունից։ Պարոն Դանելյանը հարցնում էր արդյոք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա համարձակություն բարեվարկությունը ստուգման ենթարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարոն Դանելյան ենթարկել է երկու հարցով կարծեմ նույնիսկ որոշում է կայացրել վարչապետը այդ որոշման հիման վրա ներողություն է խնդրել եւ համարձակությունը տեղում է ամեն բան նորմալ է եւ չեմ ուզում պատկերացնեմ թե ինչ կլիներ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ երբ Նիկոլ Փաշինյանի փոխարեն իրենք նման եզրակացություն տային Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նրանք կամ լավագույն դեպքում կդառնային անդամալույց, վատագույն դեպքում կննջեին խաղաղությամբ։ Այս կապակցությամբ հերթական անգամ հիշեցի Առավոտ օրաթերթի 2001 թվականի հոկտեմբերի 16-ի թերթի գլխագիրը։ Շաբաթ օրը նախագահ Քոչարյանը կյանքում առաջին անգամ այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ։ Զոհեր չկան։ Այս գլխագրի մեջ ներպարփակված է ամբողջությամբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների ողջ էությունը, սիրելի գործընկերներ։ Հիմա Տիկին Գյուրեղյանի հայտարարությունների մասին։ Արցախը հանձնում եք Ադրբեջանին եւ դա կոչում անկախություն։ Հարգելի գործընկերներ, բոլորը շատ լավ գիտեն, թե ով է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Բոլորը գիտեն, թե ովքեր են հետևողականորեն ջանքեր գործադրել, որ վերջի վերջո անկախը ենթարկվի էթնիկ զտման։ Առհասարակ ձեր սովորությունն է դարերի ընթացքում ամեն բան անել, որ հայաբնակ տարածքը հայաթափվի, հետո սկսել պայքարել հայերի այդ հայաթափված տարածք վերադառնալու համար։ Դադարեցրեք, հերիք է։ Հայաստանը հանձնելու եք Ադրբեջանին։ Հարգելի գործընկերներ, դուք արդեն ամեն բան արել եք, հա, ձեր իշխանության տարիներին, որ այդ թեզը լեգիտիմացվի։ Գնացել եք, բանակցել եք Մեղրին հանձնելու, փոխանակելու շուրջ ու խոսում եք Հայաստանը հանձնելու մասին։ Չի կարելի։ Ամոթ է։ Այս նույն շրջանակներում անդրադառնամ Տիկին Գրիգորյանի հետևյալ խոսքին։ Կարող է մի օր Հայաստանը անվանեք օկուպանտ։ Ձեր համար վատ նորություն ունեմ։ Պարոն Քոչարյանը իր գործողություններով, իր իշխանության տարիներին արդեն իսկ ամեն բան արել է, որ Հայաստանը անվանվի օկուպանտ։ Մասնավորապես, երբ Լեռնային Ղարաբաղին դուրս է թողել բանակցությունների սեղանից եւ ասել է, որ Հայաստանը կբանակցի Լեռնային Ղարաբաղի փոխարեն, նա դրանով ասել է, որ Հայաստանը օկուպանտ է։ Երբ վերջինս ասել է, որ մենք կարող ենք Ղարաբաղը փոխանակել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հետ, նա դրանով ասել է, որ Հայաստանը օկուպանտ է։ Միջազգային հարթակներից ցեղասպանության ճանաչման հարցը հանելու վերաբերյալ։ Ես նորից ստիպված եմ ձեզ հիշեցնել, հարգելի գործընկերներ, սիրելի Տիկին Գյուրեղյան, ձեր առաջնորդը, ձեր արտաքին գործերի նախարարը հայտարարել են, որ եթե Թուրքիան բացի Հայաստան-Թուրքիա սահմանը, հաջորդ իսկ օրը իրենք կթռնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ կհամոզեն իրենց այնտեղի գործընկերներին ցեղասպանության ճանաչման հարցը հանել քննարկումից այնտեղի պարլամենտում։ Հիշեցնում եմ սա ձեզ, խնդրում եմ լավ հիշեք։ Մենք եղել ենք 10 տարի եւ չի եղել պատերազմ։ Հարգելի գործընկերներ, նախ ինչու պետք է լիներ պատերազմ, երբ Ադրբեջանը նոր էր պատերազմից դուրս եկել եւ որևէ կոնդիցիա չուներ։ Պարտված պատերազմից դուրս էր եկել եւ պատերազմելու որևէ վիճակ, պատրաստություն, որպես այդպեսին չուներ եւ հերիք չի ինքը պարտված էր, պատրաստ չէր
պատերազմելու, մի հատ էլ Ռոբերտ Քոչարյանը բանակցությունների փաթեթից հնարավոր ամեն բան զիջում էր, կտոր զիջում էր։ Ինչի պետքա պատերազմեր Ադրբեջանը, որն էր լինելու մոտիվացիան, եթե սենց թենենց բանակցային սեղանի վրա իր համար կտոր ստանում էր իր ուզած ամեն ինչ։ Տիկին Վարդանյան ասում է 21 թվականին խոստացել էիք խաղաղություն բերել։ Հա, խոստացել ենք եւ բերել ենք։ Խոստացել ենք եւ հիմա ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ է դրա համար է, որ ամեն բան անում եք, որ այդ հաստատված խաղաղությունը նորից վերադառնա ձեր ուզած կոնդիցիային։ Չի լինելու, թույլ չենք տալու եւ մեր ժողովուրդը դա թույլ չի տալու։ Բացահայտում Ալիևն է ձեր խաղաղության երաշխավորը։ Հարգելի գործընկերներ, մեռանք ասելով, որ խաղաղության երաշխավորը այն երկրներն են, որոնք իրար հետ պատերազմել են, եթե երկու երկիր, ասում եմ մենք այլևս, չենք պատերազմում։ Այո, իրենք են դառնում այդ խաղաղության երաշխավորը եւ որևէ այլ երաշխավոր երբեք չի կարող երաշխավորել այդ խաղաղությունը։ Եվ այո, Ալիևը խաղաղության երաշխավոր է եւ Նիկոլ Փաշինյանն է խաղաղության երաշխավոր։ Երկու երկրների ղեկավարները խաղաղության երաշխավոր են եւ սա պետք է նկատի ունենալ։ Ով կարող Ղարաբաղցուն ասի մի գնա քո հայրենիք։ Ոչ ոք չի կարող Ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հարգելի գործընկերներ։ Մենք ընդամենը ուզում ենք, որ անկեղծ լինեք այդ մարդկանց հետ եւ ասեք, որ հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան, Ադրբեջանի օրենքներով, Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով, Ադրբեջանի դրոշի ներքո, առանց որևէ երաշխիքի։ Ինքներդ շատ լավ գիտեք, որ որևէ երաշխիք չի կարող լինել։ Այլ հարց, Տիկին Գյուրեղյան, որ այս կոնտեքստում նաև խոսում եք ինչ որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի եւ նրանց անվտանգության երաշխիքների մասին։ Ադրբեջանցիներ եք հրավիրում Հայաստան ու երաշխավորներ եք, հա, իրենց համար ուզում բերել Տիկին Գյուրեղյան Հայաստանի Հանրապետություն։ Հենց այս խոսակցությունը չունենալու համար է, որ ասում ենք, որ մեր կառավարությունը չի խոսելու, չի բանակցելու Լեռնային Ղարաբաղցիների վերադարձի հարց։ Լեռնային Ղարաբաղ, այո, եւ դա կարծում եմ շատ պարզ է, այդտեղ որևէ բան չկա։ Մարիա Կարապետյանի մասին, պարոն Մինասյան, ես ձեզ խնդրում եմ, հորդորեք ձեր գործընկերոջը Տիկին Վարդանյանին հարգալից խոսել գործընկերների մասին։ Այդ ակնարկները, որ ինքն անում է, առաջարկում եմ չանել, որովհետև եթե մտնենք այդ դաշտ, վստահաբար լավ լույսի ներքո չեք հայտնվելու դուք եւ հույս ունեմ, որ իր կյանքի որևէ փուլում Տիկին Վարդանյանը կհասցնի գոնե անել այնքան բան Հայաստանի Հանրապետության համար, որքան այո, արդեն իսկ հասցրել է անել Տիկին Կարապետյանը։ Հույս ունեմ, որ կհասցնի, բայց քանի որ մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, հերթական նույն հարցը ստամ։ Ես դեռ հիշում եմ, որ ձեզ հորդորել եմ մի անգամ հարցնել, գոնե մեկ անգամ հարցնել փոքրիկ իշխանին, պարոն Մինասյան, որտեղից էր այդուհանդերձ ինքը վերցրել 22 տարեկանում այն 1 միլիարդ 72 միլիոն դրամը, որով գնեց Նաիրի ինշուրանս ընկերության վերահսկող փաթեթը։ Խնդրում եմ հարցրեք, քանի որ կոռուպցիայի մասին խոսեցինք, այն 200 միլիոն դոլարի պահովել, էլի, եթե դեմ չեք, խնդրում եմ, խնդրեք պարոն Քոչյանին վերադարձնել 200 միլիոն դրամը Հայաստանի Հանրապետությանը, որը կարելի է այո օգտագործել Լեռնային Ղարաբաղի մեր բնակիչների կարիքները հոգալու համար։ Եվ վերջում Տիկին Գյուրեղյան, չուք-չակ չարակ-չակ, ձեր գնացքը արդեն հեռացել է։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։